Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 28-ն է, տեղական ժամանակով ժամը 3-ը Միացյալ Նահանգների, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն, ես ուզում եմ անդրադառնալ մի անձնավորության, ով որ վերջերս է հայտնվել ափաշքարա բոլորի տեսադաշտում, էդի Տաշիրի թմից, Տաշիրի պաշտպանության նախարար Ոմն Արթուն, այսինքն Տաշիրի պաշտպանության նախարարի թեկնածու, ով որ հիմա կանոնավորվել է ընտրակաշառք բաժանելու համար։ Այն համադա բոլզի տղեն ըլլում հայտարարում ասում է, եթե կլսեք ընտրակաշառք են բաժանեմ, ընձի զանգեք, ձայնային ուղարկեք, մենք հրապարակենք, ձեզի փող կտանք, ենք, բա մեկը չի ասում, խախպի տղա, ամենամեծ ընտրակաշառք բաժանողը, հələ դաժե չգրանցված, քո սիրելի Տաշիրն է, ով սիստեմա ունի։ Հիմա անցնենք բուն թեմային, ուրեմն ինձ հետաքրքրում էր, ով այս մարդը, ես 16 տարի, այն որ ասում է բանակում ոռ եմ տվել, ես այս մարդուն չեմ տեսել բանակում, որպես ֆիգուրա, իսկ հիմա հանկարծ հայտնել է ինչ-որ մի հատ Տաշիր, ու ասում է, էսի մեր պաշտպանության նախարարի թեկնածուն է, ինքն էլ հետախույզ, ռազվեդչիկ, բլядь։ Մի խոսքով, մենք պարզեցինք ով ասա, բանից պարզվում է, որ այս ազնվորությունը ով անգամ քիթու բերան չունի, ոչ թե քիթու բերանից ինքը զրկվել է մարտական գործողությունների ժամանակ, սնարյադա մոտը պայթե եսի միջար է, այլ մանկական հասակում խոզնակեր է, խոզնաբռնեցը սր է, դա մար քիթու բերան չունի, այսինքն մեկ, այսինքն իա այդ արտաքին տրավման կապ չունի զինվորական ծառայության հետ, իբր թե երկրորդը, այո մասնակցել է առաջի Արցախյան պատերազմին եւ եղել է որպես դիպուկահար, սնայպեր, հետո մասնագիտացել է, դարել է Ղարաբաղյան իշխանությունների կիլլերը։ Այս ազնվորությունը սպանել է, ուրեմն վանքի հրամանատար Յուրային, ով հիմա եթե ես մի բան սխալ եմ ասում, թող Ղարաբաղի ժողովուրդը հենց ասեն Վարդան Ղուկասյան, դու սխալ կասես։ Քանի որ այդ մարդը աստիճանաբար ձեռքաբերել բավականին մեծ հեղինակություն, սպանել է Ղարաբաղի իշխանությունների պահանջով, այսպես ասեմ, եւ հրամանով։ Դրանից հետո չի բավարարվել դրանով, սպանել է վանքի հրամանատար Յուրայի աներձակին, ապա եղբորը։ Ասիկ երկուս։ Երրորդ։ Այս նույն խոզը կերած բոզի տղեն ինձ իրավունք են վերապահում այդպես անվանել։ Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ, այն որ ես հելա բացահայտ ցուցմունք տվեցի, որ Ղարաբաղից զորքաբերվել, ու բոլորն են տեսել, բայց դրա մասին բացահայտ խոսեց մենակ Վարդան Ղուկասյանը։ Մենակ Վարդան Ղուկասյանը հելավ ասեց, որ ՊԲ նույն զինվորական բեռնատար մեքենա ուներ երկու համար, մի հատ վրեն գրած էր ՊԲ, տակը խփած էր սև համար բանը, բայց իրականում ՊԲ էր, այսինքն պաշտպանական բանակ։ Ղարաբաղի, այսպես ասած, մարդասպանների հետ մեջ նաև եղել է այս բոզից տղեն, որպես դիպուկահար եւ ակտիվ մասնակցել է մարտի 1-ի գործողություններին, գնդակահարելով խաղաղ ազգաբնակչությանը, այդ թվում նաև ոստիկանության աշխատողների, չի բացառում են հայտնի են կապիտանին Գյուլազը կամ են մեկին Գյուլազը, հենց այս բոզից տղեն լինի։ Եվ իր մատուցած գեղեցիկ ծառայությունների համար ստացել է վարկ, ուշադրություն, 120 միլիոն դրամ։ Եվ հետո այդ վարկը մարվել է, ջրվել է, ոչ թե մարվել է, ներողություն, ջրվել է, բանկը ներել է իրան, Ռոբերտ Քոչարյանս ներել է իրան։ Հիմա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդոյ վեկալ էս մարդու բանկային պատմությունը նայի, հələ մի հատ նայի, տեսեցի ճիշտ է թե չէ։ Ստուգ ես ինֆորմացիան։ Տես էս մարդը մարտի 1-ից հետո 120 միլիոն դրամ ստացել է վարկ, թե ոչ, եթե ստացել է, օքեյ։ Հետո տես այդ վարկը ինչ է եղել։ Այս մարդն է մարել, հետո ջրվել է, մարվել է, ինչի համար է տրվել։ Թե չհավարով ընտրակաշառք բաժանելու համար բռնետար է փակել եք, որ ինչ, մարդը որ են ռեալ բանակա, այսպես ասած, հանցագործության տարը։ Նիկոլն էլ մարտի 1-ի զորերից էր, չէ, յան մտում անմեղ տեղը տարե փակել է։ Աղախտի տղա, ժողովրդին գյուլողն է եղել։ Դու չգիտես։
Պլուս տաշի սամոնել 6 միլիոն դրամ ամիսը սրան փողա տալը միջի համարա տալը չգիտեմ տալը ինքը գիտի իա փող բայց հետարքիրը որն է որ ասի կբողոքե այստեղ այնտեղ կնստե կբողոքե կասե կազիբ կանտորը 6 միլիոն կուտանձի 6 միլիոնին չէ որ 6 միլիոն կտա այսինքն հələ ավել ա ուզում տղուներ Արցախյան պատերազմի ժամանակ փախցրեց հիմա ես ուզում եմ հասկանալ մեր գլխին գալով է առանց կրթություն Ղախ պիտղեկին բերել պաշտոնի նշանակելը։ Գոնե ինչ-որ մի հատ ուսումնարան ավարտացնել, քույրական։ Կամ պրոֆտեխ ուսումնարան, կամ ֆիզկուլտ ուսումնարան, ինչ-որ մի բան։ Առանց կրթություն, առանց այնած հետախույզ, ինչ խերից հետախույզ, կիլեր բոզի տղայա։ Ինչ հետախույզ։ Էսա ընկեր Տաշի Սամոյի կադրերը։ Հասկանում եք, էսա։ Ինչ շատ հետաքրքիր է Հայաստանի դու բնականաբար Հայաստանը չունի ազգային անվտանգություն, եթե ունենար ազգային անվտանգություն, երկիրը այս վիճակի մեջ չէր լինի։ Չէին լինի հիմա այլ հաթարի, որ հիմա պասպորտները պիտի փոխեն, լերը պիտի հանվի, չգիտեմ, պասպորտի գույնը փոխվի։ Ուզում են միանգամից այդ մեկտեղ էլ հայտարարել։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն ոչ մի պասպորտ էլ չի փոխվելու, մի շտապեք բանը պասպորտ փոխել, եթե իհարկե հերթը դրան կասնի, որովհետև սրանց գնալուց անմիջապես հետո կապուտ ազնագրերը հետ են վերադառնալու, իսկ այն մարդիկ ովքեր որ ստացել են այսպես կոչված այդ հանկարծ կհասցնեն սրանք որևիցե մի կարմիր ազնագիր տալ վրին, որտեղ որ բացակայում է արարածները համարվելու է անվավեր։ Բայց դիք հիմա այնքան էլ կարևոր չէ, որովհետև սրանց թուրի մարությունների չեմ էլ ուզում անդրադառնամ, մեկ էլ հայտարարում են Ադրբեջանը գերիներ հետ կուտա որ Նիկոլի ռեյտինգը բարձրանա, այդ գերիները գերին կան Նիկոլի պատճառով։ Նիկոլը տարավ մատաղարեց 5000 հոգու, Նիկոլը տարավ գերեվարեց, Նիկոլը չէր թողով որևիցե մեկը խոսալ գերիներից։ Չասեմ, մենք գերի չունենք, դա կվնասի հարաբերություններին, հելի այնտեղ վանքերն են քանդում, չի հլում ասում ես, բոզի տղեկը վանքեր են քանդում, ասում մենք չենք ուզում դիտողություն ենք Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ամեն հարցում դիտողություն կենե, դրոշ մի վառեք, Արցախի դրոշից մի տրեք, մի արեք, կուզեմ ասեմ, որ այդ գերիների հետ վերադառնալը չի կարողացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացման վրա, որովհետև ինքն է այդ մարդկանց մատաղարել։ Ինչևից է, սա է ուզում շատ կարճ համառոթակետ ասեի, Եթերում էր ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Իմացեք, ով է Տաշիրի պաշտպանության նախարարի կանդիդատը։ Այսքանը։ Հաջողություն։